Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում վստահության նոր փուլ, ինչ հայտարարություններ է արել ազգային ժողովի նախագահը Ստամբուլում ընթացող խորհրդարանական վեհաժողովում։ Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն։ Վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը, ինչ հաշտվեցություն է ներկայացրել Փաշինյանը ազգային ժողովում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը պայթյունավտանգ է դառնում, քրեական բացահայտում, թե քաղաքական հաշվեհարդար։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները կրկին հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լարվածությունը շարունակում է աճել Մերձավոր Արևելքում։ Վաշինգտոնն ու Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ պատրաստվում են բանակցությունների երկրորդ փուլին։ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ, ինչ պայմաններով են Լիբանանն ու Իսրայելը հրադադար կնքել։ Ազգային ժողովում շարունակվում է կառավարության կատարողականի քննարկումը։ Քննարկումները սակայն միայն հաշվետվության մասին չեն։ Դահլիճում հնչում են նաև կոշտ քաղաքական գնահատականներ։ Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել, որ իշխանությունը ձախողել է թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը, իսկ հայտարարվող խաղաղության օրակարգը իրական չէ։ Ամենակոշտ հայտարարություններից մեկը հնչել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից։ Մենք դեմ չենք խաղաղության, ինչպես փորձում է ներկայացնել ԿՊԱ-ական Գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս խախուտ հրադադարը շարունակում են համարել խաղաղություն եւ մի բան էլ փորձում են բացատրել, թե ինչպես եկանք այս օրման։ Ինքնին հարց է տալիս, ինչպես ու պատասխանում։ Զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով։ Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբերգություն, Արցախի հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ հանրապետության կորուստ, դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդը։ Ազգային ժողովի երեկվա նիստում ևս կառավարությունը ներկայացնում էր անցած տարվա կատարողականը, սակայն քննարկումը չի սահմանափակվել միայն հաշվետվությամբ։ Նիստերի դահլիճում խոսել է նաև քաղաքական մանդատի, իշխանության խոստումների եւ բարեփոխումների մասին։ Ազգային ժողովի նիստի 4-րդ օրը ռեպորտաժում։ Հինգշաբթի առավոտյան խորհրդարանում Փաշինյանն ու նախարարները շարունակում էին ներկայացնել կառավարության կատարողականը։ Նիստի սկզբին Փաշինյանի աչքից չվրիպեց ընդդիմադիրների անսովոր շարժը։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը, սենց ստեից մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս։ Քննարկման մյուս առանցքում արդեն քաղաքական մանդատներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց, ինչպես է իշխանությունը բնորոշում հաջորդ ընտրություններով ստացվելիք մանդատը։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խոսքը լինելու է խաղաղության մանդատի մասին, միաժամանակ կոշտ ձևակերպման անդրադառնալով 2021-ի նախընտրական իրենց ծրագրին։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո-դաշնակցական նախընտրական ծրագիր։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովրդի ծրագիրը մի կողմ դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ արդեն զզվել է Փաշինյանի բառապաշարից։ Նրա խոսքով գործող իշխանությունը միաժամանակ փորձում է ներկայանալ թե արևմտամետ, թե ռուսամետ, սակայն իրական նպատակը իշխանության պահպանումն է։ Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը, ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։
Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դե նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի զզվել ենք էլի։ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիներին հրավիրել էր ավտոերթի նշելու հյուսիս-հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հիշեց Երևանում եւ այլ վայրերում տխրահռչակ փոսերի մասին։ Հարցրեց, հաշվարկել են արդյոք, թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել եւ թե այդ փոսերի պատճառով քանի մեքենա է հայտնվում խցանման մեջ։ Կոմբինանման մեծ գոյություն ունի, որը փոսը լինում է երկու ժամ հետո փոսը չկա։ Ուզում է ձուն, ուզում է բուկ, ուզում է ինչ ուզում է լինի։ Հնարավորություն չկա, այդքան փող ունենք, մի քիչ փող տանք այդ բանից արդեն բերենք։ Պատտանենք այդ ցավից։ Պարոն Աղազյան, ես տարբեր երկրների գործընկերների հետ եմ շփվել, ասֆալտի կոմբայն, որպես այդպեսին չեմ հանդիպել, եթե լինի կփորձենք նաև Հայաստանում ունենալ։ Փաշինյանի մեղմ ասած չի գոհացնում արդարադատության համակարգի աշխատանքը։ Կատարվողը խայտառակություն է համարում, իսկ խնդիրն առաջարկում է վիրահատական ճանապարհով լուծել։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սրանով ցույց է ուզում տալ ժողովրդին հանրության առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետև բոլորը գիտեն, որ երկրում այդ ոլորտում խնդիրներ կա, որ իբր թե ինքը քայլեր է ձեռնարկելու եւ այդ խնդիրները լուծելու է, առաջինը հերթին էս է նպատակը։ Երկրորդը, որը կարծում շատ ավելի կարևոր նպատակ է իր համար, դա այն է, որ մեսիջ է ողջ համակարգին, որ ռեպրեսիաներ կսկսի իրենց նկատմամբ, այսինքն կոպիտ ասած պարտավորեցնում է, որ շարունակեն շատ ավելի գլու եւ հենազանդ լինել եւ հասկանալ, որ իրենց կարող է վտանգ սպառնալ։ Պատասխանելով հարցին, թե որ համակարգերն են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում բարեփոխումները դարձրել են այլևս անշրջելի, Փաշինյանը մի անկեղծ պատասխան տվեց, որ մասնավորապես վերաբերում էր կրթության եւ բանակի ոլորտներին։ Որ լավ շրջողը լինի, միշտ էլ կարելի է շրջել։ Այսինքն ըստ էության տենց բան չկա, որ ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել։ Եվ վերջում Փաշինյանը խոսել է ոստիկանության աշխատանքի եւ հանրային վստահության մասին, ընդգծելով, որ համակարգը պետք է դառնա առավել դինամիկ եւ ճկուն։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության համակարգում մեդիա առաջնորդության նոր մոտեցում է պետք հանրության հետ հաղորդակցությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Իդեպ արդեն 2 օր է ազգային ժողովի նիստը չի վարում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, քանի որ Ստամբուլում է։ Ստամբուլում նա մասնակցում է միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Այդ հարթակում Սիմոնյանը խոսել է տարածաշրջանային զարգացումների մասին, ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր փուլ է սկսվել։ Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որ մենք այսօր կառուցում ենք, տևական է։ Չսխալվեք, մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP նախագծի իրականացումը եւս մեկ կարևոր հանգրվան է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները։
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, Թրիպն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Ստամբուլում Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ Նա նշել է, որ 19 հայ գերիները պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորածների ճակատագրերը պետք է պարզվեն։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափերի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հարգելի գործընկերներ, հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Եվ ովքեր են հաջորդ սերունդները։ Նրանք մեր երեխաներն ու թոռներն են։ Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Գերիների հարցը շարունակում է մնալ նաև միջազգային դատարանների ուշադրության կենտրոնում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը գերիներին առնչվող միջանկյալ միջոցը վերացնելու վերաբերյալ։ Բաքուն մի քանի անգամ դիմել է դատարան, փորձելով ազատվել այդ պարտավորությունից, սակայն Ստրասբուրգը որոշել է, որ Ադրբեջանը մինչև օգոստոսի 31-ը պետք է ներկայացնի հայ գերիների դատավճիռների պատճենները կամ դրանց ամփոփագրերը։ Ընտրությանն ընդառաջ քաղաքական դաշտում կրքերը թեժանում են։ Պայքարը սրվում է ոչ միայն հայտարարությունների, այլ նաև քրեական գործերի մակարդակում։ Երեք իրավապահների գործողությունների թիրախում կրկին հայտնվել էր գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանի փոխանցմամբ Արտաշատի գրասենյակից 3 բերման ենթարկված 7 քաղաքացու գործով արդեն կայացել է դատական նիստ։ Դատարանը նրանցից 6-ի նկատմամբ ընտրել է տնային կալանք, իսկ մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է։ Իսկ հիմա պատկերացնենք մեկ այլ իրավիճակ։ Գալիս է այդքան սպասված հունիսի 7-ը։ Ընտրատեղամասերը փակվում են, քվեաթերթիկները հաշվում են, բայց օրվա վերջում մենք դեռ չգիտենք, ով է ղեկավարելու Հայաստանը առաջիկա 5 տարիներին։ Սա ամբողջովին հնարավոր սցենար է։ Եթե որևէ քաղաքական ուժ չկարողանա ստանալ խորհրդարանում կայուն մեծամասնություն, ընտրությունների արդյունքը կարող է տեղափոխվել երկրորդ փուլ։ Այդ դեպքում քաղաքական պայքարը չի ավարտվի հունիսի 7-ին, այն պարզապես կշարունակվի արդեն նոր փուլում։ Իսկ ինչ է տեղի ունենալու այդ փուլում, մանրամասները գիտի Սեդա Մակարյանը։ 2 ամսից Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունն է նախատեսված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավելի քան 21 քաղաքական ուժի ընտրությանը մասնակցելու հայտ է ստացել։ Իսկ ինչ կլինի, եթե հունիսի 7-ին ոչ մի քաղաքական ուժի չհաջողվի հավաքել 52% ձայն։ Հայաստանում հնարավոր է ձևավորվի մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները չեն տա հստակ պատասխան, ով պետք է ձևավորի իշխանությունը։ Եթե որևէ քաղաքական ուժ չկարողանա ստանալ խորհրդարանում կայուն մեծամասնություն, երկրում կգործարկվի երկրորդ փուլի մեխանիզմը։ Ուշադրություն պետք է դարձնել կայուն մեծամասնություն եզրույթին։ Կայուն մեծամասնությունը մեր սահմանադրության պահանջն է 89-րդ հոդվածի, որովհետև սահմանադրությունը նախատեսել է, որ ցանկացած պարագայում, երբ որ ընտրություններ են տեղի ունենում, ազգային ժողովում պետք է լինի կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնությունը սկզբնապես, երբ որ ընտրական օրենսգիրքը ընդունվում էր 54% մանդատի մասին էր խոսում, 2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո այդ մեծամասնությունը հիմա 52%-ին է հավասարեցվել։ Ընտրությունը երկրորդ փուլ տեղափոխելու սցենարը գործի է դրվում այն դեպքում, երբ ընտրություններից հետո ոչ միայն որևէ ուժ չի հաղթահարում անհրաժեշտ 50%-ի շեմը, այլև քաղաքական ուժերը չեն կարողանում ձևավորել կոալիցիա։ Երբ որ չկա այդ մեծամասնությունը, այդ դեպքում կա հնարավորություն կառուցելու այդ կոալիցիան։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։
Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը, որը հետագայում այդ կառավարությունը ձևավորելու է։ Այդ դեպքում ընտրապայքարը տեղափոխվում է երկրորդ փուլ, որտեղ մրցում են առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերը, բայց այս անգամ ընտրողները ոչ թե թիմերի, այլ թիմերի վարչապետի տեխնացուների միջև պիտի ընտրություն կատարեն։ Ի տարբերություն առաջին փուլի, երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է, եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է, եւ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Երկրորդ փուլի իմաստը հենց վարչապետին որոշելու մեջ է կայանում։ Քաղաքագետների գնահատմամբ երկրորդ փուլը կարող է էականորեն փոխել քաղաքական տրամադրությունները։ Եթե առաջին փուլում ընտրողը կարող էր քվեարկել իր նախընտրած ուժի օգտին, ապա երկրորդ փուլում հաճախ ստիպված է ընտրել ոչ թե լավագույնը, այլ ավելի ընդունելին։ Ըստ նրանց անհրաժեշտ է չհասնել երկրորդ փուլին։ Եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան խնդիր լուծել առաջին փուլով, հազիվ թե երկրորդին հնարավոր լինի որևէ խնդիր լուծել։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը նախատեսված է քաղաքական կայունություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում հաղթող ուժը ստանում է հավելյալ մանդատներ, որպեսզի ձևավորվի կառավարություն առանց երկարատև բանակցությունների եւ անկայուն կոալիցիաների։ Գործում է ոչ այնքան խորհրդարանական սկզբունքը, որքան այո, հենց հաղթողի եւ պարտվողի սկզբունքը։ Եվ եթե առաջին փուլում օրինակ կա տարբեր կոնֆիգուրացիաներով հաղթելու հնարավորություն, երկրորդ փուլի պարագայում այստեղ կա շատ պարզ, այսպես եզրափակիչ տրամաբանությամբ հաղթող եւ պարտվող։ Եվ այդ դեպքում ընդդիմությունը, եթե առաջինում չի կարողանում լուծել խնդիրներ եւ հարցը մնում է երկրորդին, ես կարծում եմ միարժեք հայտնվելու է պարտվելու ռիսկի ներքո։ Սակայն կա նաև հակառակ դիտարկումը, քննադատները նշում են, որ նման համակարգը կարող է արհեստական մեծամասնություն ստեղծել, ամբողջությամբ չարտացոլելով ընտրողների իրական տրամադրությունները։ Այսպիսով հնարավոր երկրորդ փուլը ոչ միայն իրավական ընթացակարգ է, այլ նաև քաղաքական նոր պայքար, ավելի կոշտ, ավելի բևեռացված եւ հաճախ ավելի կանխատեսելի ավարտով։ Եթե ընտրությունները չտան հստակ հաղթող, քաղաքական պայքարը պարզապես չի ավարտվի, այն կտեղափոխվի երկրորդ փուլ։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գեորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայելը եւ Լիբանանը պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները։ ԱՄՆ պետդեպարտամենտը ընդգծում է, որ հրադադարը կարող է դառնալ երկարաժամկետ միայն այն դեպքում, երբ բանակցություններում արձանագրվի իրական առաջընթաց։ Միաժամանակ Վաշինգտոնը շեշտում է, որ Լիբանանի իշխանությունը միջազգային գործընկերների աջակցությամբ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի կանխելու Հեզբոլլահի եւ այլ զինված խմբավորումների հարձակումները Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելը պահպանում է իր իրավունքը ցանկացած պահի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության համար, պլանավորված, անխուսափելի կամ շարունակվող հարձակումների դեմ։ Դրան չի խոչընդոտի ռազմական գործողությունների դադարեցումը։ Բացի այդ, այն չի իրականացնի որևէ հարձակողական ռազմական գործողություն Լիբանանի տարածքում գտնվող թիրախների, այդ թվում քաղաքացիական, ռազմական եւ այլ պետական թիրախների դեմ ցամաքային, օդային եւ ծովային միջոցներով։ Բոլոր կողմերը ճանաչում են Լիբանանի անվտանգության ուժերը, Լիբանանի ինքնիշխանության եւ ազգային պաշտպանության բացառիկ երաշխավոր։ Ոչ մի այլ երկիր կամ խումբ չի կարող հավակնել լինել Լիբանանի ինքնապաշտպանության երաշխավորը։ Իսրայելը եւ Լիբանանը դիմում են Միացյալ Նահանգներին նպաստել երկու երկրների միջև հետագա ուղիղ բանակցություններին, կարգավորելու մնացած հարցերը, այդ թվում ցամաքային սահմանի սահմանազատման խնդիրը, երկու երկրների միջև երկարատև անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն ապահովող համապարփակ համաձայնագիր կնքելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւս ընդգծել է եւ խոսել Լիբանանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու նախաձեռնությունը քննարկվում է ԱՄՆ նախագահի մակարդակով։
Իսկ թե ինչ վիճակում է այժմ Լիբանանում, ինչ վիճակ է այժմ Լիբանանում եւ ինչպես է ապրում այնտեղի հայ համայնքը, մեզ մանրամասներ է հայտնել լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը։ Հարավային Լիբանանի մեջ իրավիճակը կշարունակի մնալ լարված։ Իսրայելյան օդային ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել հարավային Լիբանանի տարբեր շրջաններում վրա, որոնց հետևանքով կարձնակրվին զոհեր եւ վիրավորներ։ Իսրայել Հեզբոլլա բախումները կշարունակվին առանց հստակ դադարեցման, իսկ ՄԱԳ-ի խաղաղ ուժերը, որոնք կգտնվին սահմանային շրջաններում մեջ, կգտնվին ճնշման տակ եւ սահմանապակ կարողություն ունին միջամտելու։ Քաղաքական կետնի վրա կնկատվի որոշ թիվանակիտական շարժում, ներառյալ Լիբանանի եւ Իսրայելի միջև հնարավոր ուղիղ քննարկումներ կատարելու գծով, սակայն Լիբանան կշարունակի գոչ ուղղել զինադատարի եւ միջազգային միջամտության։ Այս բանակցությունները կմնան փխրուն, քանի որ ռազմական գործողությունները դակավին կշարունակվին Լիբանանի տարածքին։ Իսկ վերջին 24 ժամվան ընթացքին հայ համայնքին ուղղակի վերաբերող միջադեպեր չեն արձանագրված, սակայն համայնքը անուղղակիորեն կգրե աստեցություն, լադնդեսական ճնշումներ, ընդհանուր անկայունություն։ Իսկ Բուրչամուդի եւ Այնջարի, ինչպես նաեւ հայաբնակ այլ շրջաններում մեջ կյանքը կշարունակվի, բայց զսկուշավոր մթնոլորտի մեջ։ Մոսկվայում առաջիկա օրերին սպասվում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև հանդիպելու է Կենտրոնական Ասիայի երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ։ Արտգործնախարարները կքննարկեն նաև միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի ամենազգայուն հարցերը։ Հանդիպման ավարտին ստորագրելու են մի շարք փաստաթղթեր։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Եվրոպայում 6 շաբաթվա ավիացիոն վառելիք է մնացել, հայտարարել է միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ Նրա խոսքով էներգետիկ շուկան երբեք նման ճգնաժամի չէր բախվել։ Վառելիքի շուկայում ծագած իրավիճակի պատճառը Հորմուզի նեղուցի արգելափակումն է։ Դրա հետևանքով Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրաքի կողմից միջազգային շուկա մատակարարվող էներգակիրների ծավալը նվազել է 96%-ով։ Լիբանանում 10-օրյա հրադադարի համաձայնությունը մտել է ուժի մեջ։ Իրանը ողջունում է Լիբանանում հրադադար հաստատելու որոշումը, հայտարարել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև զինադադարի պայմաններից մեկն է։ Միացյալ Նահանգները պահպանելով Իրանի ծովային շրջափակումը կարող է հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Իսկ մինչ այդ մենք կպահպանենք այս շրջափակումն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասել է Փիթ Հեքսեթը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շրջափակում է իրանական նավահանգիստները, այլ ոչ թե Հորմուզի նեղուցը, եւ մտադիր է բաց ծովում կանգնեցնել իրանական նավերը, այդ թվում լցանավերը։ Դոնալդ Թրամփն իրավունք չունի առավոտյան արթնանալ եւ սպառնալ որևէ երկրի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Նա դրա համար չի ընտրվել եւ նրա սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Կարևոր է, որ ազդեցիկ մարդիկ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն խաղաղության պահպանման համար, նշել է նա։ Լուլա դա Սիլվան խնդիր է անվանել այն փաստը, որ աշխարհի երկրները պարտավոր են զգում վերազինվել։ Հաղթանակը Պուտինի համար այժմ հեռավոր երազանք է, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն։ Նա հասկանում է, որ իր տնտեսությունը վատ վիճակում է, հավելել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Պատերազմի տերերը ձևացնում են, թե չգիտեն, որ ավերելու համար բավական է ընդամենը մի պահ, սակայն հաճախ ամբողջ կյանքն էլ բավական չէ վերակառուցելու համար, հայտարարել է Հռոմի Պապ Լևոն 14-րդը։ Նրանք աչք են փակում այն փաստի վրա, որ միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպանությունների, ավերածությունների վրա, մինչդեռ բուժման, կրթության եւ վերականգնման համար անհրաժեշտ միջոցները չեն գտնվում, ասել է Հռոմի Պապը։ Անկարայում հազարավոր ուսուցիչներ բողոքի ցույց են կազմակերպել, պահանջելով, որ իշխանություններն ապահովեն դպրոցների անվտանգությունը։ Նրանք նաև պահանջում են կրթության նախարարի հրաժարականը։ Վերջին օրերին դպրոցներում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է մոտ 10, վիրավորվել ավելի քան 30 մարդ։ Եվ վերջում Գերմանիան զբոսաշրջային նոր նախաձեռնություն է սկսում, որը վերցրել է Դանիայից։ Յուրաքանչյուր ոք, ով կմասնակցի ակցիային, օրինակ կհավաքի քաղաքի աղբը, կստանա արտոնություններ թանգարաններում եւ ռեստորաններում։ Berlin Pay նախաձեռնությունը կմեկնարկի 2026 թվականի ամռանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։